Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր պատրաստելու ենք այսպիսի գեղեցիկ համեղություն, գաթա, որի չափաբաժինները որոշել ենք գթալով։ Դե ինչ սկսենք պատրաստել, կկիսվեմ ձեզ հետ պատրաստման եղանակով։ Ահա հարաժեշտ բաղադրիչները, սկսենք պատրաստելը։ Ամանի մեջ լցնում ենք 12 ճաշի գդալ մածուն, ինձ մոտ ճաշի գդալը բավականին մեծ է։ Այնուհետև ավելացնում ենք 12 ճաշի գդալ շաքարավազ, ավելացնում ենք նորից 12 ճաշի գդալ բուսայուղ, կարող եք նաև կարագ ավելացնել հալեցրած։ Ավելացնում ենք 2 ձու և հարում ենք ձեռքի հարիչով։ Մեկ րոպե հարելուց հետո քացախին ավելացնում ենք սոդան և ավելացնում ենք զանգվածին։ Ավելացնում ենք նաև վանիլինը և շարունակում խառնել։ Եվ վերջ մեզ մնաց այստեղ ավելացնել ալյուրը։ Ալյուրը կավելացնենք քիչ-քիչ, պետք է ստանանք փափուկ խմոր։ Զանգվածը մի փոքր այսպես պնդանալուց հետո տեղափոխում ենք սեղանին և ավելացնում ենք վրան ալյուր, հունցում ենք և ստանում ենք փափուկ խմոր։ Այսպիսի փափուկ խմոր ստանալուց հետո բաժանում ենք երկու մասի, մեկ փոքր և մեկ մեծ մասերի և թողնում ենք 10-ից 15 րոպե հանգստանա, իսկ այդ ընթացքում կպատրաստենք խորիսը։ Իմ կարծիքով խորիսի պատրաստման ամենահամեղ տարբերակը սա է։ Ամանի մեջ լցնում ենք կես բաժակ հալեցրած յուղ, ավելացնում ենք 1 բաժակ շաքարավազ, սկսում ենք հարել այնքան, մինչև զանգվածը լավ սպիտակի, կրեմա նման զանգված դառնա։ Ահա տեսեք, այսպիսի կրեմա նման զանգված պետք է ստանանք, այժմ ավելացնում ենք վանիլինը և սկսում ենք քիչ-քիչ ավելացնել ալյուրը։ Եվ ահա, սիրելի հետևորդներ, ստանում ենք շատ համեղ խորիս, շատ նուրբ խորիս։ Խորհուրդ կտամ խորիսը պատրաստել հենց այս տարբերակով։ Այժմ պատրաստենք մեր գաթաները, խմորը արդեն հանգստացել է, ձեռքերով այսպես բացում ենք, խորիսից լցնում ենք մեջտեղի հատվածում և գունդ ենք անում։
Այնուհետև դնում ենք ջեռոցի տապակի մեջ և ձեռքերով մի փոքր մեծացնում ենք գաթան։ Իսկ փոքր գնդից կպատրաստենք կտորներ, դրա համար առաջին հերթին գրտնակով բացում ենք գունդը։ Բացելուց հետո լցնում ենք խորից և հավասարաչափ տարածում։ Որից հետո այսպես ռուլետանման սկսում ենք փաթաթել։ Գրտնակով մի փոքր մեծացնում ենք, որպեսզի խորիցն էլ կպնի խմորին և կտրատում ենք ըստ ճաշակի, ըստ ցանկության։ Այս տարբերակով գեղեցիկ ձևավորում ենք գաթան, նախապես ջեռոցը տաքացնում ենք 170 աստիճան, որպեսզի տեղափոխենք գաթան թխվելու։ Գաթաների վրա քսում ենք ձվի դեղնուց, այստեղ ես ավելացրել եմ 1 թեյի կտալ բուսայուղ, 1 թեյի կտալ կաթ։ Այս տարբերակով ավելի գեղեցիկ և հագեցած տեսք է ունենում գաթաները։ Պատարագաղով ձևավորում ենք, անպայման նաև ծակծկում ենք, որպեսզի գաթան շատ չուռի և տեղափոխում ենք ջեռոց։ Եվ ահա, սիրելի տևորդներ, այսպիսի շքեղություն ենք ստանում, որը նաև շատ համեղ է, ամբողջ տնով տարածվել է գաթայի բույրը։ Այս տարբերակով պատրաստելը շատ հարմար է, շատ հեշտ է, շատ արագ է պատրաստվում, խորհուրդ կտամ պատրաստեք և վայելեք նման համեղությունը, որը շատ ջանքեր չի պահանջում։ Իսկ եթե հավանեցիք իմ տեսանյութը սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողեք նոր տեսանյութերը դիտելու հնարավորությունը։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։